Դերասանուհի Մարալ Կազբարյանը ամիսներ առաջ սկսեց նկարահանվել մի գեղեցիկ օր հեռուստասերիալում, որը կարճ ժամանակահատվածում բավականին սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Դերասանուհուն դերը բավականին լայն ճանաչում բերեց։ Մարալն ինստագրամյան էջում բավականին ակտիվ է, սակայն անձնական կյանքի մասին մանրամասներ չի հայտնում։ Դերասանուհին, սակայն, օրեր առաջ հարցազրույցի է մասնակցել, անկեղծորեն բացահայտելով, որ նշանադրված է։ Իսկ սիրելին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ Անդրանիկ Միքայելյանն է։ Դերասանուհին զրույցի ընթացքում պատմել է իրենց մեծ սիրո և հարաբերությունների մասին, իսկ Star News-ը սոցիալական հարթակներից առանձնացրել է զույգի լուսանկարները։ Առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսը։ Իսկ այժմ անդրադառնանք աստղային այլ նորությունների։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Դիանա Մխիթարյանը շատ շուտով կամուսնանա։ Դերասանուհին արդեն սկսել է նախապատրաստվել իր հարսանիքին, նա սկսել է հարսից գեստն ընտրելուց, սակայն դա երգչուհուն բարդ է տրվում։ Star News-ն առանձնացրել է կադրերը, որոնք նա հրապարակել է սոցիալական էջերում։ Ողջույն բոլորին, չեմ կարող ուղղակի անտարբեր անցնել այն փաստից, որ ես արդեն մտնում եմ բոլորորդ խանութը հարսի շորի հետ կապված ու ընդհանրապես թույլ չեն տալի, որպեսզի նկարես ու հասկանաս արդյոք ուզում ես այդ շորը հագնես, թե չէ։ Նկարես, որպեսզի տունը մի քիչ էլ մտածես, արդյոք ուզում ես այդ շորը հագնես, թե չէ։ Ուզում եմ պրոստը հասկանամ մի բան, իմաստը որն է, որ չեն թողում նկարահանել, այնպես չի, եթե եկել եմ փորձելու, ուրեմն պետքա ձեզանից վերցնեմ, չէ, օրինակ, չեմ գնալու կարեմ այդ շորը։ Եթե ուզենամ կարեմ, իմ սեփական մտքերն ու կարծիքները ունեմ կարելու հետ կապված։ Ժողովուրդ, սա նորմալ չի ուղղակի։ Եթե կան էջեր, ովքեր որ հարսի շոր են վաճառում ու թողնում են, որպեսզի նկարեն, խնդրում եմ գրեք ինձ, շնորհակալություն։ Եկել եմ հայտնեմ իմ շնորհակալությունը, որովհետև մի անգամից արձագանքել եք ու մի անգամից ուղարկել եք ինձ էջեր, որտեղ որ թույլատրվում է նկարահանել, նայում եմ, կան սիրուն տարբերակներ, բայց հավատացեք, այսօր 5 խանութ եմ մտել, 5 խանութի մեջ էլ նույն բանն է եղել։ Նաև այսօր տանջել եմ իմ ընկերուհիներին, որովհետև ես այսօր ինձ մոտ անկեղծ այսօր ներվնի սրիվ էր, նենց է ջղայնացե, որ պահի տակ չդիմացա ստորի արեցի ու չեմ պաշտպանավորել եմ այդ ստորին ու դրա հետ մեկտեղ էլ ներվերիցս սկսեցի լացել, վրես ազդում էր ամեն բան, ամեն ինչ ու ոչ մի բան դուրս չէր գալի։ Ես գիտեի հեշտ եմ ընտրելու, որովհետև նկարահանման ժամանակ երբ որ ինձ ասում են հարսի շոր ընտրի, որ հարսս լինելու, ես մի անգամից դա ընտրում եմ, իսկ իմ հարսանիքի համար, իրական հարսանիքի համար ես չեմ կարողանում ընտրել շոր։ Ռեբատ, ես չգիտեմ երբ եմ այդ հարսի շորի կողքը պտիչկա դնելու, հույս ունեմ մոտակա օրերը, շատ մեծ հույսեր ունեմ, լուրջ եմ ասում։ Так что հարսիկներ ջան, անպայման շատ շուտ ժամկետում նայեք ձեր հարսի շորը, որովհետև դա իրոք շատ բարդ գործունեություն է։ Բայց կարևոր ընտրած տարբերակ կա, մեկի տեղ երկու հատ։ Տեսնամ վերջի չանելու, ռեբատա։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը սոցիալական էջերում ուրախալի տեսանյութ է հրապարակել։ Ընկերներով միասին հավաքվել են ու փորձել իմանալ իրենց մյուս ընկերոջ երեխայի սեռը։ Հոլովակը բավականին զվարճալի է ստացվել, առաջարկում ենք դիտել։ Ասել էի, ամենասկզբը։ Այսօր ես կիմանամ իմ ընկերուհու երեխայի սեռը։ Կբացեք։ Ֆերակի ես Երգչուհի Մաշ Իսրայելյանը 3 սոցիալական հարթակներում լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ և գրել հետևյալը. «Էսօր Գարոյիս ծնունդն է, շնորհավոր իմ ուժ», գրել էր Մաշ Իսրայելյանն ու ավելի ուշ հրապարակել կադրեր, ցույց տալով, թե ինչպես են ընկերների և հարազատների հետ նշում Գարիկ Սաֆարյանի ծննդյան տարեդարձը։ Star News-ը առանձնացրել է այդ
ուրախ կադրերից մի քանիսը։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության և իհարկե շնորհավորում ենք Գարիկին ծննդյան օրվա կապակցությամբ։